Միացել եմ Ռոբերտ Քոչարյանի թիմին, որովհետև ուզում եմ իմ երեխաները ապրեն Հայաստանի Հանրապետությունում, առանց թուրքական լծի, քանի որ տեսնում ենք, որ եթե բոլորս նստենք մեր տեղում ու չշարժվենք, մեզ տանում են դեպի Թուրան, ինչը անընդունելի է ինձ համար, եւ միակ մարդը, որ այս պահին կարող է Հայաստանի Հանրապետությունը այս վիճակից հանի, ըստ իս Ռոբերտ Քոչարյանն է, այնպես չի, որ նոր եմ սատարում Ռոբերտ Քոչարյանին, 6 տարի շարունակ թիմից եմ, հուսով եմ, որ գնալու ենք դեպի հաղթանակ։ Իսկ Նիկոլ Փաշինյանը խոսում է խաղաղության մասին եւ ասում է, եթե մենք չլինենք, պատերազմ լինի։ Որպես քաղաքացի սրան ինչպես եք վերաբերվում։ Նիկոլ Փաշինյանը ինքը մեզ համար պատերազմի խորհրդանիշ է, 3 պատերազմ վերած մարդը չի կարող խոսել խաղաղությունից, որը միֆ է, մեկ անձի շուրջ պայմանավորված խաղաղություն առհասարակ չի լինում, իսկ խաղաղությունը այս թվացյալ, որը խաղաղության հետ ոչ մի աղերս չունի, դա ստրկացում է մեր ազգի համար, ես չեմ ընդունում, դա ուղղակի մարկանց վախեցնելու պոպուլիստական ինչ-որ քայլ էինք անում, եթե չընտրեք պատերազմ է լինելու։ Ես որպես քաղաքացի համոզմունքով եմ եկել եւ միշտ էլ ընտրել Ռոբերտ Քոչարյանին համոզմունքով, որովհետեւ ես վստահ եմ, որ մեր երկիրը ծանր վիճակից միայն ինքը կարող է անել։ Դրա կազմակերպչական ունակությունները, դրա գիտելիքները, պարզությունը եւ վերջապես դուխը։ Ինձ թվում է այդքանը բավարար է, որ ինքը կարողանա անել բանը։ Մեր երկիրը ծանր իրավիճակից ինքը կարող անել, ես դրանով վստահ եմ։ Այ Նիկոլ Փաշինյանն էլ էր դուխից խոսում, դուխով գլխարկներ։ Դուք լավ ասեցիք, Նիկոլ Փաշինյանը դուխով գլխարկեր դեր, բայց դուխ չուներ։ Դուխը դա ձեռքբերովի չի։ Դուխը դա մարդու հետ գալիս է, Աստված է տալի։ Ռոբերտ Քոչարյանի դուխը եկել է վերուստ։ Էնի գլխարկը դրել էր, ասում էր ես դուխով եմ, դա չի լինում։ Եվ նաև պատերազմով են, այսպես ասում են, եթե չընտրվենք պատերազմ կլինի, նաև ասում են, այսպես պատերազմի կուսակցություն նաև Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների Նիկոլ Փաշինյանի այդ արտահայտություններին ինչպես կարձագանքել։ Իմ կարծիքով որում ես համոզված եմ, ումից ինչ ուզում են, եթե նա անընդհատ տալիս է, խաղաղություն դելի, ինչ ունի տալիս է։ Եվ երկրորդը, խաղաղություն աղավնին, խաղաղության սիմվոլն է, բայց աղավնին խաղաղություն չի բերում։ Խաղաղություն բերում է արծիվը, տիեզերքում, երկնքում։ Ես արծիվը այս համակարգում, այսօր Ռոբերտ Քոչարյանն է, որ ես համոզված եմ արժանապատիվ խաղաղություն կբերի, արժանապատիվ խաղաղություն, որը մեկ դրան եք սպասում։ Միացել եմ Ռոբերտ Քոչարյանի թիմին, քանի որ ինքը հզոր մարդ է, հզոր առաջնորդ, լավ դիվանագետ, լավ քաղաքական գործիչ, հմուտ քաղաքական գործիչ, ինչը մեր երկրի տվյալ իրավիճակում ամենակարևորագույններից է հանդիսանում։ Դա է պատճառը, որ ես աջակցում եմ ու միացել եմ պարոն նախագահի թիմին։ Եվ ակնկալիքներս շատ մեծ հույսով եմ, որ մենք հաղթելու ենք եւ մեր երկիրը ունենալու է լինելու է անվտանգ, սահմանները մեր ամրապնդվելու են, մենք ետ ենք վերադարձնելու Արցախը եւ իդեպ նշեմ, որ պարոն Քոչարյանը միակ քաղաքական գործիչն է եւ Հայաստան դաշինքը միակ դաշինքն է, որը խոսում է Արցախի վերադարձի մասով։ Եվ վերջապես մենք աշխարհին կլինենք ներկայանալի, կունենանք լավ տնտեսությամբ, ամուր բանակով եւ սահմաններով երկիր, մրցունակ երկիր։ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ եթե խոսում եք Արցախի մասին, դա արդեն իսկ պատերազմ է, եւ ասում է պատերազմի եռակող կուսակցություն այդ նաեւ Հայաստան դաշինքին եւ Ռոբերտ Քոչարյանին։ Չկա նման բան, պարոն Քոչարյանի նախագահության օրոք պատերազմ չի եղել եւ ես վստահ եմ, որ միանշանակ եթե նա լինի երկրի ղեկավար, այս անգամ եւս պատերազմ չի լինելու։ Հակառակ Ռոբերտ Քոչարյանը այն քաղաքական գործիչն է, որը կբերի իսկական խաղաղություն, երաշխավորված խաղաղություն մեր պետությանը։ Հաջողություն եմ մաղթում բոլոր քաղաքական ուժերին, որոնք մասնակցում են եւ իրապես որոնց նպատակը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրական ինքնիշխանության մասին է խոսքը եւ բարեկարգվող Հայաստանի առումով, որոնց նպատակը
ապագա ունեցող եւ արժանապատիվ խաղաղություն ունեցող Հայաստանն է։ Մեր շանսերը բավարար չափով գնահատում ենք, համոզված եմ, որ կունենանք հաջողություն ոչ միայն Վարդենիսով, այլ նաեւ ամբողջ հանրապետությունում։ Ես նախ Լիբանանից եմ, Գաբրի Մաշտարակ, եկել եմ, որ այս կառավարության փոխենք, որովհետև փոխվիր գուցե, եւ կխնդրեմ հայ ժողովուրդեն փոխվին, մտածեն, լավ մտածեն, լավ ծևով կվեհարգեն, ուղեղով մտածեն, ոչ թե բերենք մեր թուրքերը, մեր գողքը ապրեն։ Հիմա իմ դանս կողքը 7 հոգի թուրք կաբրին։ Մենք չենք ընդունում, գուզենք փոխվիր, գուզենք հայ ապրեն։ Հայաստանում մեջ մենք գուզենք հայ ապրեն։ Մեր երեխաները գուզենք հայ սովորեն, հայերեն հայ մնան։ Միան ասի կխնդրեմ ժողովուրդեն, որ լավ մտածեն եւ ընտրության մասնակցին անպայման, անխդիր։ Երեխաներ ունեմ չեմ ընդունում, անշուշտ որ թուրքը կա իմ գողքս ապրե։ Մենք հայ ենք, գուզենք Հայաստանի մեջ հայկական մշակույթով, հայկական սերունդ մեծացնենք եւ ոչ թե Թուրքաստանով։ Ես ընտրել եմ արժանապատիվ կյանքը ու գտնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է ապահովել մեզ դա։ Իսկ վերջին տարիներին այդ խոսում են նաև խաղաղության մասին, Նիկոլ Փաշինյանի ասածներին ես բացարձակ չեմ հավատում, դրա համար ասելու բան երևի շատ չունեմ այդ թեմայի շուրջ։ Եվ շանսերը ինչպես է գնահատում, որպես քաղաքացի, միջավայրում շփումներ։ Ես չեմ կարող գնահատել, քանի որ իմ մասնագիտության հետ կապ չունի, հուսով եմ ազգը խելամիտ կգտնվի ու կընտրի արժանապատիվ ապագան ու ճիշտ մարդկանց հետ ճիշտ տեղ կգնան։ Ոնց որ գնացել ենք։ Օրինակ կներեք, սրանից քանի տարի առաջ Ֆրանսիան 301 օրենքն էր ընդունել, քրեականացնող օրենք էր, որը որ հայոց ցեղասպանությունը մերժում էր։ Այդ կարգի երկիրը Քոչարյանի շնորհիվ ընդունել է այդ օրենքը։ Պատկերացրեք այս մարդու ուժը ու կարողությունը։ Քշենք այդ Նիկոլին, ինչի եմ ար, ուրիշ բան չկա, խնդիր չունենք ուրիշ։ Նիկոլին քշենք բրծնենք, այս ավիրքից բրծնենք։ Որ ազգը ապրի չկործանվի, ուրիշ ոչ մի բան։ Ասում են խաղաղություն եք բերել եւ պետք է պահպանել։ Ո՞վ է խաղաղություն, իրեք հատ պատերազմ բերողը խաղաղություն ա բերե։ Խաղաղությունը եղել է Քոչարյանի վաղ։ 10 տարի կառավարել է, ոչ մի պատերազմ չեղել։ Իսկ սահմանների վրա միջադեպեր չեղել։ Իսկ այս 3 հատ պատերազմը բերել, 3-ն է միտումնավոր բերել է ու պարտվել է։ Հանձնել է երկիրը։